երկիր մոլորակը մինչ վերջերս, մինչ ասենք 2025 թվականի հունվար ամիսը երկրորդ համաշխարհային պատերազմից հետո եւ հավաքական արևմուտքը խնդիր դրեց հաղթել խորհրդային միությանը, որը հաջողությամբ պսակվեց ոչ թե 91 թվականն, այլ 85-86 թվականներին, որտեղ պետական կառույցները ժամանակ սկսեցին փլուզվել Գորբաչովի իշխանության ժամանակ, այսինքն իրական խորհրդային միության չգոյությունը հենց դրանով էր պայմանավորված։ Եվ գլոբալ աշխարհը կամ նույն խորհրդային պետությունը Deep State-ը համաշխարհային տիրապետության հասնելու իր բանաձևումը ուներ, որն է համաշխարհային կառավարիչ, որը պետք է իդեպ նստել Երուսաղեմում, Սողոմոնի 3-րդ տաճարում, եւ այս վերջին կռվը նաեւ դրան էր միտված, եւ երկիր մոլորակը կառավարեին վերպետական կառույցները, տրանսազգային կորպորացիաները, որտեղ պետությունները ընդհանրապես որպես մրցակից վերազգային կառույցների պետք է լուծարվեին։ Այդ թվում նաեւ Միացյալ Նահանգները։ Հիմա այդ մոտեցումը պարտություն կրեց։ Աշխարհի երկրորդ կառավարման ձևը, որը հիմա փորձ է անում ԱՄՆ-ի ներկայիս վարչակազմը կյանքի կոչել, դա միաբևեռ կառավարումն է, այսինքն ուժեղ ամերիկապետություն, որը եւս ունի համաշխարհային տիրապետություն, հեգեմոնն է։ Խնդիրը նույնն է, ինչ խորհրդային պետության կամ համաշխարհային կառավարության մի գործիքակազմով ԱՄՆ-ում ներկայումս վարչակազմը այլ գործիքակազմ, բայց նույն նպատակին ուղղված համաշխարհային տիրապետություն կամ մեկ հեգեմոն։ Դրան մրցակից մոտեցումը բազմաբևեռ աշխարհն է։ Այ հիմա գալիս ենք այնտեղ, որտեղ ինչու մեր եկեղեցին նաև թիրախավորվեց։ Որտեղ բազմաբևեռ աշխարհը նշանակում է ոչ միայն պետությունների համադաշնություն, այլ նշանակում է քաղաքակրթությունների համագործակցություն։ Եթե ուշադրություն դարձնեք, BRICS գումարած կառույցը, որը համաշխարհային, որը բազմաբևեռ աշխարհի առաջին մոդելն է, որոշում կայացնող պետությունները 10 պետություններ ներկայացնում են քաղաքակրթություններ։ Եվ այդ քաղաքակրթությունները պետք է ունենան ընդհանրական հենք։ Եթե իմ նախորդ նշած երկու կառույցներում ընդհանրական հենքը որից ձևով առողջություն չուներ ազգային, հոգևոր, բարոյական, մշակութային ինքնության եւ արժեքների հետ, ապա այս կառույցի հենքը հենց հանդիսանում է եւ որի վերաբերյալ պարբերաբար եւ բազմիցս հրապարական հայտարարել է Ռուսաստանի նախագահը։ Դա ավանդական արժեքներն են։ Հոգևոր բարոյական արժեքները, մշակութային եւ ազգային ինքնությունը։ Սա է այն մերանը, որի վրա ստեղծվում է բազմաբևեռ աշխարհը։ Ընդ որում, եթե ուշադրություն դարձեք, այսօր երկիր մոլորակի հիմնական միաստվածություն դավանող 3 կրոնների հիմքում հին ուխտն է, հին կտակարանը, խոսքս հուդայիզմի, քրիստոնեության եւ իսլամի մասին է, որի հիմքում իմ նշած արժեքներն են։ Այդ արժեքները յուրովի ընկալումով կան նաեւ հինդուիզմ դավանող հնդիկների մոտ, սկզբունքորեն ոչ մեծ զանազանով եւ կոնֆուցիականության հիմքն է սա եւ բուդդիզմի հիմքն է սա, այսինքն բազմաբևեռ աշխարհը ինքը քաղաքակրթությունների համագործակցության համադաշնություն։ Այն հիմա պայքար է գնում բազմաբևեռ աշխարհի կարևոր ինստիտուտների դեմ, այդ թվում նաեւ Հայաստանի հայ առաքելական սուրբ եկեղեցու դեմ, ինչու որովհետեւ մեր եկեղեցին հանձնանում է ուղղափառ քրիստոնեության հենասյուներից մեկը, եթե ոչ առաջին հենասյունը։ Ահա թե ինչու է, կան նաև այլ նպատակներ թիրախավորելու, իհարկե կան։ Այդ թվում վեհափառ հայրապետի հայտնի խոսքը Շվեյցարիայի Բեռն քաղաքում համաշխարհային եկեղեցիների համաշխարհային խորհրդի հրավիրած խորհրդաժողովի ժամանակ մեր եկեղեցուն կան գանձեր, որը սակրալ իմաստ ունի երկիր մոլորակի համար առաջներթին Հիսուս խոցված գեղարդը,
եւ պատական չէ որ ժամանակին նացիստական Գերմանիայի առաջնորդը Ադոլֆ Հիտլերը ամբողջ աշխարհով իր անաներբե հատուկ կառույցով փնտրում էր այդ Գեղարդը, որտեղ ըստ իրենց գաղափարախոսների, որ երկրում եւ որ ազգի մոտ գտնվում է բնօրինակը, նրան է տրվում համաշխարհային տիրապետություն։ Եվ այս առումով իսկապես շատ կարևոր է նաեւ մեզ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին, մեր եկեղեցու հավատավոր զավակների ընկալումները սա, որ իրականում եկեղեցու վրա գրողը իրականում մեզանից յուրաքանչյուրի, մեր ինքնության, մեր արժեքների, մեր ներկայ եւ ապագայի դեմ է գրող։ Իդեպ սովորաբար տարամբռնումներ կա, ես ուզում եմ հստակ սահմաններ գծել։ Այնտեղ որտեղ մենք ապրում ենք, դա մեր բնակատեղին է, կամ որտեղ որ ծնվել ենք։ Բնակատեղին հայրենիքի հետ բացարձակապես կապ չունի։ Այսինքն ծննդավայրը որտեղ ապրելն է, իսկ հայրենիքը ինչպես ապրելն է։ Այդ ինչպես է մեզանից ուզում խլել, որտեղ դա հայրենիքն է, իսկ հայրենիքը նաև հոգևոր հասկացություն է, հա։ Եվ եթե լինի ընկալումը, իդեպ այդ ընկալումը ես 2-3 օր առաջ էջմիացնում, Մայրաթորում երբ ոստիկանությունը փորձում էր ուժի պարտադրմամբ ստիպել եւ Միքայել Սրբազանին ձերբակալել եւ տանել, այդ ընկալումը կար։ Գիտեք ինչու՞։ Ընդ որում ասեմ ձեզ, ոստիկանները շատ ավելի շատ էին, քան այդ մի քանի գրողներին դիմագրավող մոտ 150 մի փոքր ավել հոգևորականներ, ու ասենք 2 այդքան էլ քաղաքացիներ, այդ հետո թիվ ավելաց։ Երեք ընկալումը որն շատ հետաքրքիր եւ մեր աշխատանքներում շատ կարևոր է մարդու մոտիվացիան գործի համար։ Մոտիվացիան հետևյալն է, օտարը մտել է մեր հոր տունը։ Եվ մեր տան ղեկավարներից մեկին ուղղակի ուզում է գերեվարի ու տան։ Ես ոստիկաններին հարցնում եմ, գնդապետ կոչումով կանգնած ասում, եթե որից է մեկը ձեր հոր տունը մտնի, ձեր հորը կամ ձեր ավակ եղբորը փորձի ուժով տանել կամ բռնություն կիրառել, ձեր կեցվածքը ո՞ւն առնելու։ Մեկը պատասխանեց, ասեց, իհարկե դիմադրություն, ասի, բա դուք մտել եք Աստծո տուն, մեր հոր տունն եք մտել։ Ասի, բա որ դուք դիմնական աղոթք եք ասում, չեք ասում հայր մեր։ Եվ ասի, ո՞նց առնելու քրիստոնյաների եկեղեցու հավատավոր զավակների կեցվածքը, իհարկե խիստ։ Ասի, ուղղակի դուք չեք էլ պատկերացնում, դուք մեր վրա եկել եք նյութական իշխանությամբ, իսկ մենք ձեզ դիմագրում ենք, դիմագրավում ենք եւ ընդդիմանում ենք Աստծո զորությամբ, ասի դուք մեզ միգուցե չհասկանաք։ Բայց այստեղ արդեն դուք պարտված եք, ինչու որտեղ գրված է մեկը Աստծո ավելի հզոր է, քան աշխարհը։ Սա ինչ վերաբերում է եկեղեցուն։ Իսկ եկեղեցին անում է այն, ինչ պետք է անի, հա։ Ես կարծում եմ, որ եկեղեցու մեր հոգևոր հայրերի այն օղակների, որոնք պատասխանատու են, ասենք եպիսկոպոսած ժողով, գերագույն հոգևոր խորհուրդ իրենց հայտարարությունները բավականին զուսպ եւ իրատեսական, որտեղ վերջին հաշվով այս իշխանությունները, ինչպես ցանկացած աշխարհիկ իշխանություն, անցողիկ են։ Այս իշխանությունների ամենասև եւ մութ գործերից մեկը մեր ժողովրդի տարբեր խավերի միջև լրջագույն լարումներ առաջացնելն է։ Եվ այդ լարումների վրա, այդ հակասությունների վրա ուղղակի իշխանությունը պայել է երկարաձգել։ Ու անգլոսաքսոնական հայտնի կառավարման մոդել է, բաժանել թշնամացու օգտիրես։ Ընդհակառակը եկեղեցին իսկ նա բաժանի թշնամացու ատելության հենքի վրա է, չէ՞, թշնամանքի հենքի վրա է։ Իսկ եկեղեցին քանի որ սիրո հենքի վրա է, համար իր հայտարարությունները շատ ավելի զուսպ են, շատ ավելի իրական են։ Իսկ այն ինչ որ տյանի եկեղեցու հոգևոր զավակները իրենք տյանը։ Այո, այն օրը իսկապես եկեղեցին պաշտպանվեց։ Իդեպ ասեմ, վտանգի զանգերը, սա եւս որոշակի առումով մեզ համար պետք է զգոնության եւ սթափության կոչ լինի։ 1918 թվականից առ այսօր վտանգի զանգեր չեն հնչել մեր եկեղեցիները։ Սարդարաբադի օրերին են հնչել, մեկ էլ հնչեց 3 օր առաջ։ Այս զանգերը ճիշտ է ֆիզիկապես հիմա չի հարվածում, բայց այդ զանգերը ինքը արդեն ազդակ է մեզանից յուրաքանչյուրին, որ իսկապես վտանգը մեծ է։ Որտեղ միակ դիմադրության օջախը փաստացի, դա մեր ազգային միակ ինստիտուտն է,
հայ առաքելական սուրբ եկեղեցի։ Իսկ որ բազմաբևեր աշխարհը փաստացի կայացել է եւ ցանկացած լուրջ եւ կարևոր ծնունդ երկնքի ցավերով է ուղեկցում, ակնհայտ է ցավերը նաեւ պատերազմներն են։ Ձեզ վստահաբար ասում եմ, այդ բազմաբևեր աշխարհը եւ կայացել է, եւ արդեն եվրասիական տարածքի վրա առանցքը գծված է, մնացածը ժամանակի խնդիր է։ Եվ այդ առանցքի հիմնական պետություններում մեկը մեր հարևան Իրանում այդ պատերազմի ժամանակ այնիշ տեղնուցավ, փաստացի Իրանը այդ պատերազմում հաղթեց։ Այսինքն կայացել է եվրասիական առանցքը, որի վրա բնական ձևով նաեւ մենք ենք գտնում Հայաստանի Հանրապետությունը։ Խոսքս Մինսկ, Մոսկվա, Պեկին, Թեհրան, Փենյան առանցքը։ Սա արդեն կայացած իրողություն է։ Եթե մի ուղղության վրա հարվածը Ռուսաստանի հարավի ուղղության վրա Իրանի ուղղությամբ հարվածը շատ արագ կասեցվեց 12 օրում, ապա արևմուտքի նկատինում Ուկրաինայի ճակատը այնտեղ եւս որոշված է։ Ընդ որում ժամանակի խնդիր է։ Նաեւ որոշված է այնպես, որ Դնեպրի ամբողջ ծախապը լինելու է Ռուսաստան, Օդեսան, Նիկոլաևը լինելու է Ռուսաստան, Ուկրաինան լինելու է մնացած Ուկրաինան, Ռուսաստանի հետ բարի դրացական հարաբերություն ունեցող երկիր, եւ թե Հայաստանի ներկա իշխանությունների մասին չէ։ Հայաստանում իշխանությունները կոլաբորանտ են, իրանք Թուրքիայի, Ադրբեջանի շահերն են սպասարկում։